Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, մինչ մենք սպասում ենք այսօր երեկոյան, որ հայրաքելական եկեղեցիներում ավետվի Քրիստոսի հրաշափառ հարությունը, ուզում եմ ձեզ պատմել Նորվեգիայի հայերի մի խրախուսելի եւ օրինակելի զատկական նախաձեռնության մասին, որի նաեւ մաս եմ կազմում ես, ու այս ձայնագրությունը այսօր ես անում եմ ձեզ Նորվեգիայից։ Ուրեմն այստեղ հայերը շատ հետաքրքիր ու խրախուսելի նախաձեռնություն ունեն։ Տարի մի անգամ Նորվեգիայի բոլոր հայերը հավաքվում են միասին եւ 3 օր ճամբար են անցկացնում երեխաների համար։ Այդ ճամբարը այնքան է հետաքրքրել բոլորին, որ մեծերը նույնպես ուզում են մասնակցել այդ ճամբարին եւ արդյունքում ստացվում է այնպես, որ ամբողջ համայնքը վերցնում է օրինակ այս քրիստոնեական ճամբարը, որ դուք տեսնում եք Գետնաբեմում, եւ իրենք այստեղ բոլորը միասին հավաքվում են եւ 3 օր անցկացնում են միասին։ Բոլորը իրար սկսում են ավելի լավ ճանաչել, սերը շատանում է, իրար հետ հաց են սարքում, հաց են ուտում, հերթապահություն են անում եւ ճաշարանում եւ ճամբարի կազմակերպման գործերի մեջ։ Ղեկավարությունը շատ ակտիվ մանրակրկիտ կազմակերպել է ամեն ինչ, ղեկավարություն ասելով ի նկատի ունեմ հայ համայնքի, հայ առաքելական եկեղեցու համայնքի վարչականները եւ այնքան հետաքրքիր է եւ իրենց հաճելի թված ինձ էլ հրավիրել, որպեսզի իրենց մասնակից լինեմ այս ամենին եւ Սրբազանը, որ կենտրոնական Եվրոպայի թեմի առաջնորդն է, իր օրհնությունը տվեց ու ես այսօր այստեղ եմ ուզում ձեզ մի քիչ ցույց տալ, թե ինչքան հետաքրքիր է այստեղ եւ ինչ բաների ականատես եղա, որ դուք, որ ապրում եք կամ Հայաստանում կամ Սփյուռքի ուրիշ գաղթօջախներում, միգուցե այս փորձառությունը ձեզ համար նույնպես հետաքրքիր լինի եւ ընդօրինակելի։ Հիմա սա այն տարածքն է, որ ես տեսնում եմ իմ դիմացից, տեսնում եք ինչ գեղեցիկ է։ Չնայած ամբողջ Նորվեգիան ասենց անտառներ, լճեր ու լեռներ։ Հիմա առավոտ շուտ է այստեղ, շաբաթ օրը առավոտ շուտ։ Եվ մարդիկ դեռ նոր են արտանում կամ մի մասը արդեն նախաճաշի են հավանաբար։ Դες ցույց տամ, որ այս տարածքը ինքը քրիստոնեական ճամբարի տարածք է։ Ուզում եմ ասեմ Ծաղկաձորի պես մի տեղ է, բայց ոնց հասկանամ ամբողջ Նորվեգիան ասես Ծաղկաձոր, վերից վար։ Ու գիտեք, մարդիկ եկել են հեռու տեղերից։ Օրինակ մարդիկ կան, որ եկել են, ասենք 10 ժամ մեքենայով քշել են Նորվեգիային հյուսիսային մասերից, մենք հարավային մասերում ենք հիմա, որպեսզի մասնակից լինեն իրենց երեխաներով, ժողովուրդը ապրում են այս շենքերի մեջ, այնտեղ վերջում ֆուտբոլի դաշտն է, երեկ էլ պաշտոնապես ճամբարի առաջի օրը բարձրացվեց մեր եռագույն դրոշակը, դիմացի շենքում երկրորդ հարկում սրահն է, դասարաններն են եւ ներքևում նախաճաշի վայրն է, ճաշարանն է, այնտեղ տեսնում եմ երեխաները առավոտ շուտ զարթնել են, սկսել են գնդակ են տշրում, ֆուտբոլ են խաղում։ Իմիջիայլոց ասեմ, ես երեք երեխաների հետ հոգևոր դաս էի անցկացնում, անկեղծորեն եւ ուրախությամբ եմ սա ասում, շատ տպավորված էի իրենց ներկայանալիությամբ, թե ինչքան դաստիարակված էին ու շնորհքով էին եւ հետո ինձ ասացին, որ սա ոչ միայն ծնողների վաստակն է, այլ նաեւ դպրոցական համակարգը ոնց որ թե շատ լավ դպրոցական համակարգ կա այս երկրում։ Հետո համայնքի ղեկավարությունը շատ հետաքրքիր է կազմակերպել այս ճամբարի առօրյան եւ ճամբարի թեման Սուրբ Զատիկն է, այսպես են իրենք վերնագրել ճամբարի թեման, օրինակ 3 ընթրիքից հետո, գիտեք 170 հոգի մարդ է հավաքվել, 170 հայ մարդիկ իրենց երեխաներով 3 ընթրիքից հետո, այնպես չի որ մենակ ասենք ուտեն խմեն ու դուրս գան, մեծ վիկտորինա էին պատրաստել եւ ամբողջ համայնքը բաժանվեց տարբեր սեղանների խմբերի եւ 33 թե 36 հարցից բաղկացած վիկտորինա կար Սուրբ Հարության եւ Զատիկի մասին եւ այնպես հետաքրքիր աժոտաժ կար, մարդիկ հետաքրքրությամբ քննարկում էին, հարցերի պատասխանն էին գրում, հետո հաղթող էր լինում, շատ հետաքրքիր էր եւ համայնքային կյանքը շատ գեղեցիկ կազմակերպվեց այդ իմաստով։ Հետո այստեղ եկեղեցի չկա հայ առաքելական եկեղեցի եւ հայերը Նորվեգիայում
ծրված են Նորվեգիան մեծատարածքով հյուսիսից հարավ, ինչպես ասացի, մարդիկ կան, որ 10 ժամ են մեքենայով քշել, որ գան հասնեն, այս 3 օր իրար հետ անցկացնեն, բայց իրանք այնքան են կարոտում այս ամեն ինչը, որ նույնիսկ ասում են, որ ինչ կլինի տարեկան մի քանի անգամ այսպիսի բաներ լինի, թեև տարին ամիսը մեկ անգամ, ինչպես հասկանում եմ, քահանա կա, մեր քահանան Տեր Ստեփանոսը, որ Դանիայից է գալիս եւ այստեղ տարբեր քաղաքներում պատարակներ են արվում, որպեսզի ժողովուրդը նաեւ պատարակի մասնակից լինի եւ հաղորդվի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, աղոթեք մեր բոլորի համար, որպեսզի այս մի քանի օրը, որ անցկացնելու ենք իրար հետ, այստեղի ժողովրդի հետ, պատխաբեր լինի եւ Սուրբ Հոգու ներկայությամբ լինի ամեն ինչ։ Վաղն էլ առավոտյան, քանի որ ասի եկեղեցի չկա, փորձելու ենք միասին առավոտյան աղոթքի կանգնել եւ դիմավորել Սուրբ Հարության տոնը միասին Կիրակի օրը առավոտյան։ Հետո երեք մի լավ բան եղավ, հավաքվեցինք մոտ մի 15 հոգի եւ որոշեցինք, որ երջախումբ լինի այստեղ, որպեսզի երբ որ Տեր Հայրը գա եւ պատարակներ արվի, երջախումբը մասնակցի եւ սովորեն պատարակի երգերը, որպեսզի պատարակին այդպես մասնակցեն։ Եվ ի ուրախություն ասեմ, այնպիսի ուրախությամբ եւ էնտուզիազմով էին մարդիկ եկել մասնակցել, ասացին, որ այսօր մի քանի հոգի են գալիս, հիմա 3 օր փորձում ենք նաեւ պատարակի դասընթացներ, երեխաների հետ հոգեվոր դասընթացներ եւ մեծերի հետ նույնպես։ Այսպես ժողովուրդ ջան, ուզեցի ձեզ պատմել այս ամեն ինչը, մինչ մենք սպասում ենք տոնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը եւ ավետիսը։ Մտածեցի ձեզ էլ հետաքրքիր կլինի այս ամեն ինչի մասին պատմել, որովհետեւ երբ որ մտածում ենք Սփյուռքի համայնքներ, ոնց որ թե Նորվեգիան առաջինը չի, չէ, որ գալիս է մեր մտքին, առաջին, ասենք, առաջիններից են հին ավանդական հայ համայնքները Ֆրանսիայում, Ամերիկայում, նույնիսկ Գերմանիայում, Ռուսաստանում կամ Մերձավոր Արևելքում, բայց Նորվեգիայում էլ ապրում են երևի մի քանի 100 հայեր կամ թերևս 1000-ին մոտ հայեր, չգիտեմ։ Ես նկատեցի այստեղ շատ նվիրյալ մարդիկ, իսկապես նվիրյալ մարդիկ, որոնք ամեն ինչ փորձում են անեն, որպեսզի եւ մեր հայ համայնքը եւ մեր եկեղեցու կյանքը այստեղ գործի եւ տեսնում եք հավաքվել են Սուրբ Հարության տոնի արդիվ մարդիկ, 170 հայ մարդիկ քրիստոնեական այս տարածքում, որի ճամբարի տարածք է, եւ կազմակերպում են երեխաների հայագիտական եւ քրիստոնեական կյանքը եւ Փառք Աստծո նման բաների համար։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, Աստված օգնական ու պահապան բոլորիդ, լավ եղեք, կապի մեջ կլինենք, բարի օր բոլորիդ։